Կոտայքի մարզի Ակունք գյուղը Հատիս լեռան ստորոտին է, Աբովյան քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևելք։ Հիմնադրել են 1829-ին Պարսկաստանից եւ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը։ Ավելի քան 2000 բնակիչ ունեցող գյուղում այսօր հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Գյուղի բնակիչները պարծենալու շատ բան ունեն։ Ասում են գյուղի 40 աղբյուրներից է սկսվում Երևան մտնող հիմնական ջրագիծը։ Ակունքի հոսող ջուրը մինչև Երևան ռոքելա եւ խմելու ջուրա ծառայել եւ ջրաղացներ են եղել Ակունք գյուղի գետերի վրա։ Ես որ փոքր էի հիշում եմ հսկայական գետ էր հոսում, խմելու ջրի գետ էր հոսում եւ ամեն ինչին ծառայում էր։ Դա հետո կամաց Երևան ջրմուղը տարավ։ Հին գյուղատեղիում գտնվող Կիկլոպյան ամրոցի ավերակների 5-ից 6-րդ դարերի Սուրբ Պողոս Պետրոս սրբավայրի մասին առանձնակի հպարտությամբ են պատմում գյուղի տղամարդիկ։ Ամեն օր հավաքվում են այս տաղավարում ու աշխարհաքաղաքական հարցեր քննարկում։ Տաղավարը գյուղի կենտրոնում 1855 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ է գտնվում։ Ակունքցիները հիշում են, Սուրբ Կարապետը շատ եկեղեցիների նման խորհրդային շրջանում վերածվել է պահեստի։ Սովետական տարիներին մենք գալիս կանգնում նայում էինք, որ ցորենը ոնց են բերում, հետո բաժանում են բնակչությանը։ Հետո խորհրդային տարիներից հետո նոր սկսեցին եկեղեցին կամաց վերականգնել։ Տարիքով մարդ կար, Խաչատրյան Հակոբ էին ասում։ Ինքը գումարներ էր հավաքում, տանիքը փոխում էր, լուստրա էր առնում, կախում, մաքրեր էր տալիս, վերանորոգում էր, հետո մինչև սովետական կարգերի վերջը։ Ծանր օրեր ապրած Սուրբ Կարապետի օրացույցում հունիսի 1-ը նշանավորվեց վերահոսման եւ վերաբացման արարողությամբ։ Եկեղեցին բազմամարդ էր։ Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ եկել էին մասնակցելու վերահոսման արարողությանը, որը թեմակալ առաջնորդ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանի ձեռամբ կատարվեց։ Դռնբացեքի արարողությունից հետո հոգևոր դասը աղոթակից հավատացյալների հետ ներս մտավ, որտեղ սկզբում ջրով եւ գինով լվացին, ապա Առաքել Սրբազանն օծեց 16 սյուները, Մկրտության ավազանն ու Սուրբ Սեղանը։ Ճիշտ է, Սուրբ Կարապետը մեկ անգամ 2006 թվականին մասնակի նորոգվել էր Վլադիմիր Գասպարյանի հովանավորությամբ, բայց 2 տասնամյակ անց կրկին նորոգման անհրաժեշտություն էր առաջացել։ Խնդիրներն ըստ վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանի առաջացել էին խոնավության հետևանքով։ Տեղում ուսումնասիրություններ կատարեցինք ու հանգեցինք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ներսում պատերի սվաղը, որը տարիներ առաջ սվաղվել էր, այդ սվաղը մաքրեցինք եւ բացվեց եկեղեցու հին շարվածքը եւ այնտեղ ոչ մի բան մենք չենք փոխել, բացի ամրակայումներից եւ կարանախցումներից եւ ինչ որ կար արդեն դուք տեսաք տանիքի գերանածածկը ամբողջությամբ փտած էր ամբողջությամբ մենք հույս ունենք որ կպահպանենք որոշ բաներ բայց ընդհանուր ամբողջը փտած էր եւ դետալները որոշ էլեմենտներ փոխվեց նաեւ տանիքածածկը Խաչքավորների եւ եկեղեցու բարերարների հովանավորությամբ հնարավոր է դարձել 1 տարվա ընթացքում ամբողջությամբ նորոգել սրբավայրը, լուսավորել եւ բարեկարգել տարածքը։ 2 տարի առաջ եմ եղել այս եկեղեցու խաչքավորը, հենց այդ ժամանակվանից էլ միտք առաջացավ Տեր հայրի հետ քննարկման ընթացքում, որ եկեղեցին վերանորոգենք, տարածքը բարեկարգենք, շատ դժվարություններով, բայց Աստծո օրհնությամբ եւ Տեր հայրի ջանքերով եւ ջանասիրությամբ կարողացանք ավարտին հասցնել մեր երկար սպասված այս վերանորոգումը։ Հաստատ իր դրական արդյունքը կունենա այս եկեղեցու վերանորոգումը։ Առաքել Սրբազանն իր խոսքում բարձր գնահատեց եկեղեցական համայնքի ձևավորման համար Տեր հոր ջանքերը, շնորհավորեց նրան քահանայական ձեռնադրության 15-ամյակի առթիվ։ Տեր Զորաբը 2010 թվականին է նշանակվել Ակունքում։ Այսօր սպասավորում է հարակից 8 համայնքում եւս։ Հիշում է տասնամյակներ հոգևոր խոսք չլսած ակունքցիների հետ աշխատանք տանելը սկզբնական շրջանում փորձության էր նման։ Ես հասկացա, որ ես եկել եմ
այնտեղ որտեղ պետք է հերկել, պետք է սերմանել, պետք է ջրել, պետք է խնամել եւ վերջում վստահ լինելով այն տերունական խոսքին, որ ասում է մշակարժեն իր վարձքին եւ վերջում մեր վարձքը, մեր պտուղները պետք է քաղեին։ Եվ այդ սկզբունքով եկանք, առաջնորդվեցինք, ու այսօր Փառք Տիրոջը իրապես այն պտուղներն են քաղում, որ Տիրոջ խոսքի համաձայն ասված է Սուրբ գրքում, մեկի դիմաց 30-ով, մեկի դիմաց 60-ով եւ մեկի դիմաց 100-ով։ Պատարակներ մինչ այդ չէին լինում։ Դե դրանից հետո ամեն շաբաթ պատարակներ սկսեցին անել, աստիճանաբար մարդիկ, եթե նույնիսկ չէինք էլ ուզում Տեր զորապզորով, մեզ տանում էր պատարակի եւ դա դարձավ մշակույթ գյուղի համար։ Հատկապես շատ հետաքրքիր են անցնում նոր տարիները, պատարակը նոր տարվա օրերին եւ յուրաքանչյուր ծիսական տոների ժամանակ հետաքրքիր պատարակներ, ավելի ակտիվություն, այդ քրիստոնեական ավանդույթները սկսեցին ավելի այսպես խորանալ մեր մեջ։ Շատ լավ է։ Մենք ուրախ ենք։ Մենք շնորհակալ ենք մեր Տեր Հայրից, որ այսպիսի եկեղեցին այսպիսի վերանորոգ է, կառուցե, հալալ իրար։ Ու բոլոր Տեր Հայրները թող նմանվեն իրար։ Սրբազան հայրը շնորհավորեց ակունքցիներին, հույս հայտնեց, որ վերակառուցված եկեղեցին նոր շունչ ու հոգևոր վերելք է հաղորդելու համայնքային կյանքին։ Նա հորդորեց ունկնդիր լինել լուսավորչի եկայք շինեսցուկ Սուրբ Զխորան Լուսո կոչին եւ կարողության դեպքում մասնակից լինել տաճարների վերանորոգման եւ նորերը կառուցելու Սուրբ գործին։ Որքան էլ եկեղեցին իր դռները բացի, եթե դռները բաց լինի, բայց հավատացյալ չլինի, ուրեմն անիմաստ է այս վերանորոգումը։ Ես մտածում եմ, որ կլինի վերանորոգված քարերի մի կույտ, բայց եթե ամենօրյա իրենց աղոթքով, այցելությամբ փորձեն կենտանի պահել, միս արյուն հաղորդել եկեղեցուն, կլինի իսկական աղոթքի տուն։ Ու ես առավել քան վստահ եմ, որ դա այդպես կլինի։ Բարերարների ջանքերով բացված հոգևոր մշակութային այս կենտրոնը շատ բան է փոխել ակունքի հոգևոր կյանքում, նշում են ակունքցիները։ Այստեղ գործում է Կիրակնորյա դպրոցը, որտեղ մեծ թվով երեխաներ հաճախում են նաև հարակից համայնքներից։ Բոլորիս համար շատ հաճելի է այն, որ ամեն ամառ այստեղ կազմակերպվում են ճամբարներ երեխաների համար։ Գրեթե 3 ամիս արձակուրդների ընթացքում երեխաները մասնակցում են ճամբարներին, անչափ հետաքրքիր ծրագիր ունեն ճամբարային։ Այսօր Կոտայքի թեմում գործում է 27 եկեղեցի 26 քահանաներով։ Մինչդեռ 1996 թվականին Սրբազան հոր առաջնորդության առաջին տարիներին գործող սրբավայրերի թիվն ընդամենը 5-ն էր։ Կոտայքի թեմում այսօր քաղաք չկա, որ եկեղեցի չունենա, ուրախությամբ նշում է Սրբազան հայրը։ Իդեպ մոտ ապագայում թեմի Բյուրեղավան համայնքն էլ կունենա իր գործող աղոթատունը։ Սրբազան հայրը պատարակից հետո մատաղի օրհնության կարգ կատարեց։ Տոնական օրը շարունակեց գյուղի ակունք պարային համույթը, պարի հրավիրելով ակունք եկած ուխտավորներին։ Անուշ Արաքելյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։